Հապկում պասիվություն, թե ակտիվություն։ Հակառուսական տրամադրություններից դուրս գործելավոճ, իսկ պասիվություն թե ակտիվություն դա ոչ միանշանակ ձևաչափ է, որին այդպես հստակ պատասխանել չի կարելի, քանի որ այնտեղ համագործակցության ֆորմատներ եւ մնացածի մասին խորքային պատկերացումներ չունենք։ Եվրոինտեգրման կուրսին, այո թե ոչ։ Այս պահին, ինչպես արդեն ասացի, ոչ, որովհետեւ որևէ ակտիվ այս տուրբուլենտ վիճակում կտրուկ գործողություն անել չի կարելի, մանավանդ այն վիճակում, եւ Եվրոպական միությունը, Եվրամիությունը շատ ապրում էր ամենածանր ժամանակաշրջանը, որտեղ այլևս չկան միասնական գաղափարներ, որոշ ունի անվտանգային համակարգ եւ նաեւ արտաքին քաղաքականության հետ կապված եւս կան ոչ միանշանակ մոտեցումներ, հետեւաբար այս պահին եւս ոչ։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը 1.5 տարի թե 2։ Կարծում եմ մեր իրականությունում 2, որքան որ դա ոչ պոպուլիստական կլինի։ Քաղաքական բանտարկյալներ կան թե ոչ։ Գոնե ես մեկից ավելի չգիտեմ կան թե չէ, որտեղ գործերին ծանոթ չեմ դրա համար, բայց գոնե մեկը անհաստատ կա, դա Միքայել Սրբազանն է։ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը ըստ 91 թվականի թե ոչ։ Չէ, 91 թվականի չէ, որովհետև դրա հիմքում ամբողջությամբ այլ փաստաթուղթ է, եթե մենք գնում ենք Խորհրդային Միության, ապա այնտեղ կա 3 քարտեզ եւ այնտեղ որևիցե բարգեւ 91 թվականի սահմանազատումը չպետք է լինի այս պահին։ Եկեղեցին պետք է քաղաքական ասելիք ունենա թե ոչ։ Եկեղեցին պետք է ընդգրկված լինի հանրային կյանքի կազմակերպման գործում, որպես հոգևոր արժեքների կրող եւ պրոյեկտող։ Արցախի հարցը փակված է թե ոչ։ Այս պահին սառեցված է, բայց Արցախի հարցը երբեք փակված լինել ուղղակի չի կարող։ Նոր թե գործող սահմանադրություն։ Նոր սահմանադրություն, բայց որտեղ որ չի սակարկվի անկախության հռչակագիրը, այլ որտեղ կամրագրվի մեր պետությունում պես համահայկական պետություն եւ ամբողջությամբ այլ սկզբունքներ կդրվի ամրագրվելու նաեւ ազգային պետության գաղափարը։ Խորհրդարանական թե նախագահական կառավարման համակարգ։ Ոչ խորհրդարանական կամ նախագահական կամ կիսանախագահական, որովհետեւ այս պահին պարլամենտական կառավարումը ենթադրում է կուսակցական համակարգի կայացած իրավիճակ, իսկ մենք այս պահին բավականին հեռու ենք այդ իրականությունից։ Փոխել օրներքը զինանշանը թե ոչ։ Փոխել եւ օրներքը եւ զինանշանը, դրա մասին ժամանակին ես նույնիսկ երկար խոսել եմ, որ անգամ մեր զինանշանը առյուծի եւ արծվի վերանները փակ, սահմանափակ, շղթայված եւ այլն իմաստանշանային համակարգը չափազանց կարեւոր նշանակություն ունի պետության կյանքում։ Ստորագրել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը թե ոչ։ Չեմ կարող ասել այս պահին ոչ, որովհետեւ որևիցե կերպ ես ծանոթ չեմ իրականում